Կասեք այսօրվա հանդիպումից ինչ տպավորություններ ունեք, արդյոք ձեր խնդրին դրական լուծում կտան։ Դե գիտեք ինչ, ես ասեցի, մենք ինչի համար ենք եկել, շատ վատ եմ զգում իհարկե, որ մեր արժանապատվությունը վիրավորել էին ու մենք ստիպված 3 ամիս աշխատավարձ չենք ստացել, եկանք ասենք ինչու դուք մեր աշխատավարձը չեք տալի, շատ վատ զգալով, որովհետև մենք կարող ենք շատ ավելի գլոբալ հարցերով գայինք, թատրոն ենք, շուտով 100 տարվա թատրոն ենք, չգիտեմ ինչ որ բաներ բացատրեցին, թե ինչ որ թղթեր կա, որ ձեր տնօրենը չի ստորագրել եւ այլն, որ ասում են փափուկ բարձ իհարկե մենք տենց չընդունեցինք դա հալած յուղի տեղ, բոլոր դեպքերում մեզ դա էր հետաքրքրում, ձեր ասեցի, ձեր ներքին կուխնյան, ձեր հարցերը լուծեք ինքներդ, բայց այսքան մարդկանց առանց աշխատավարձ թողելու դուք պարզապես իրավունք չունեք։ Հիմա խոստացա, որ մի 10 այս շաբաթվա մեջ անպայման կտա, բայց այտենց է չբացատրեցին, ինչու չեն տվել փողը, կոպեկներ ենք ստանում, դուք է շատ կարծում, ինչու չեն տվել։ Ես էլ չգիտեմ, տնօրինության հետ ինչ որ խնդիրներ ուներ, թե ինչի են որոշել դերասաններին, եւ ոչ միայն դերասաններին, ամբողջ ցեղ կազմել է այստեղ։ Պատժեն, այս դա չեմ հասկանում, որտեվ ինչ ուզում եք արեք, ծիծաղելի էլ է, որ գան 30-90 հազարի համար այստեղ բունտանենք, կռիվանենք։ Այդպես ասին, հարց բարձրացրեցի նաև, ես ասեցի, գտնում եմ, որ մենք թատրոնի դերասանները մշակույթի գործիչներ են։ Ասի մենք լսեցինք ուրախացանք, ասին կեցե քաղաքապետարանը որոշել է մշակույթի գործիչների աշխատավարձը 30%-ով ավելացնի, բայց հետո պարզվեց, որ մենք մշակույթի աշխատողներ չենք, այո, բարձրացնում են ինչ որ, չգիտեմ, թողելի բարձրացնեն, ումն էլ բարձրացնեն հասնում, բայց մշակույթի աշխատողները 45 տարի ես բեմում եմ, վաստակավոր արտիստուհի եմ, 97,000 եմ ստանում, ես դա չեմ ասում, այտենց լաց չեմ լինում, բայց ուզում եմ ասեմ ծիծաղելի այդ սիմվոլիկ գումարն է հետ էլ չեն տալիս։ Այսօր արվեստի օրն է, կարծես թե զուգադիպեց ամեն բան, այդ արդյունք նաև շնորհավորում ենք ձեզ, բայց ինչ եք կարծում, ինչ են մշտապես արվեստի ներկայացուցիչների, հատկապես դերասանների հետ նման կերպ արվում։ Գիտես ինչ, ասեմ քեզ, նախ շնորհակալություն, շնորհավորանքի համար ես չգիտեի, երկրորդը գիտեք ինչ, որովհետև թատրոնի հատկապես դերասանը վերջին հաշվով ինչ է ուզում, դերասանը ուզում է դեր խաղա, ու երբ որ ինքը մտնում է ինքնամոռաց բեմ եւ ամեն ինչ մոռանում է խաղում է, էլ աչքին ոչինչ չի երևում, գիտեք երևի դրան դա էլ շահարկում են եւ դա էլ չարաշահում են, այսպես ասեմ ջանիկս,